Փարթան Տիրոջը սիրելին։ Մենք ուրախ ենք, որ գտնում ենք Տիրոջ տան մեջ։ Ամենաքաղցր վայրը եկեղեցում լինելն է։ Ուր ուզում ես գնա, քաղցրություն չկա։ Ամենաքաղցը, ամենաօրհնյալ, ամենալավ տեղ եկեղեցումն է։ Իմ սրտում ես այդ մասին չգիտեմ խոսել եմ, թե ստե չեմ խոսել։ Ամբողջ հին ուխտում ոչ մի տեղ չկա գրած Աստված սերը։ Ձեզ վար չկա գրած։ Եվ առաքյալներից ոչ մեկը չի ասի այն բառերը, որ ասել է Հովհաննեսը։ Ես կարդում եմ առաջի Հովհաննես 4-րդ գլուխ 8 և 16 խոսքերը։ Ան որ չսիրեց, Աստված չի ճանչնա, ոնց Աստված սեր է։ Եվ մենք ճանչցանք ու հավատացինք այն սերը, որ Աստված ունի մեր Աստված սերը, ան որ սիրո մեջ կբնակի, Աստծու մեջ բնակի, Աստված անոր մեջ։ Մենք եկել ենք հավատքի, որ իր սերը ճանաչենք սեր անձին, Աստված սերը։ Աստծո սիրո նման սեր չկա աշխարհում։ Բոլոր մայրական սեր, հայրական սեր, սիրարական սեր, դրանք սաղ մեռած սերեր են։ Աստված սեր է։ Ես հիշում եմ իմ երիտասարդ ժամանակ, ես մի հատ հայտնություն տեսա Տիրոջից։ Ժողովուրդը գոռում էր խաչեք, խաչեք։ Մի հատ մարդ շատ ուժեղ էր գոռում, այդ բազմությունից ուժեղ էր գոռում։ Տեսիլքի պես բան եմ տենում, իրական ոնց որ կենդանի։ Տեսա ասում եմ ով է գոռում, որ խաչեք, խաչեք։ Գնացի տեսա ես եմ։ Ես տենց սրիկամարդ, որ ես ինձ տեսա։ Ես գոռում էի խաչեք։ Հայում էին նրան, թքում էին նրա վրա, մեղու չագուշների ու ձեռներ։ Ես տես դաժան մարդ, որ տեսա ինձ, չկա աշխարհում։ Ես խաչում էի իրան, մխում էի, հայում էի, թքում էի նրա վրա։ Այդ խաչված ձեռներից ձերս դուրս եկավ։ Այդ ձերը շոյում էր իմ գլուխ և ասում էր զավակս, ես սիրելուց եմ մեռնում քո տեղը, սիրելուց։ Ես չհասկացա այդ կանխորը, բայց դա մտավ իմ հոգու մեջ, որ ես իրան սպանում եմ, ինքն ինձ սիրում է։ Այդպիսի սեր չկա աշխարհում։ Դու իրան սպանես, ինքը քեզ սիրի։ Եղբայրներ, քույրեր, խաչի վրա իրան խաչողներին սիրեց, ամբողջ աշխարհի մեղքը քավում էր նա, քավում էր իր խաչելությամբ եւ ասում էր հայր, ների չեն հասկանում։ Բոլոր խաչողներին սիրեց։ Իր մոր մասին մտածեց, իր աշակերտի մասին մտածեց, այն ավազակի մասին մտածեց, որ դրախտ տարավ, բայց իր մասին չմտածեց։ Այդ սերն աստիպել իրան գալ աշխարհ։ Մարդկային աղոթները չեն ստիպել, մարդկային զորը չեն ստիպել, ինքը սեր է։ Նա սիրո զգացմունք չունի, նրա անձը սեր է։ Պետք է սերը ճանաչել, որ իր մեջ ապրել, ինքն էլ քո մեջ։ Շատ քարոզիչներ եմ լսել, տեսել, լավ հրաշք են անում, լավ բժշկություն են անում, լավ մարգարեանում են, բայց սեր չունեն, սերը չեն հասկանում։ Սերն է, որ քեզ խաչեն, դու իրան սիրես, քո թշնամուն սիրես, քո թշնամուն, քո երեխին սպանողին սիրես, էնել ձրի սիրես, Աստծո սերը ձրի է։ Մենք ով ենք, քիչ խոսենք Ադամի մասին, որ այդ սերը չճանաչեց նա, չհավատաց։ Եղբայրներ, քույրեր, Աստված կարող էր այդ կենդաները, որ ստեղծում էր, բերում էր Ադամի առաջ, Ադամ միտեղ կամ կայնած էր, կամ նստած էր։ Բոլոր կենդանները, գազանները, թռչունները, մեկ նրանց ամները ստեղծողը չէր կարա անուն դնի։ Կարար, բայց բերում էր Ադամի առաջ, Ադամին ասում էր ունիկ, վերջը կենդաններ, թռչուներ, գազաներ, բոլորի անուն ինքը դրեց։ Բայց նա չհասկացավ,
որ անձը սերը չավատաց, չընդունեց, որ այդ սերը խոնարհվում է իր առաջ, բերում է իր առաջ, եւ դրա համար նա մերժեց Աստծուն, Աստծո խոսքն է մերժեց։ Ես մի հատ համար եմ ուզում կարդալ, որ մենք չմերժենք Աստծո խոսքը։ Այս համարը կարդում եմ Ադամի համար եմ կարդում։ Առակաց 22-ի 17-18 Ականջը ծրե իմաստուների խոսքը մտի կարե։ Ստեղ ես գրում ես խոսքը։ Ականջը ծրե ամենա իմաստուն, ամենագիտուն, ամենահանճարեղ Աստծո խոսքը մտի կարա։ Եվ քո սիրտդ իմ գիտության տուր, վանզյանոն քո սրտի մեջ պահես հաճելի բանեն։ Անան քո շրտումների վրա պիտի հաստատվեն։ Եթե Ադամը ամենակարող, ամենաիմաստուն խոսքը լսեր, իր սրտի մեջ պահեր, իր շրտումները հաստատ կլներ, եւ նա Եվային սխալ չէր սովորացնի։ Եղբայրներ, քուրեր, աշխարհում ամենաթանկ բանը ինքն է իր խոսքն է։ Իր խոսքն էլ ասել, իր խոսքն էլ կյանք։ Նայեք, երբ որ հարցնում էր Հիսուսը, Աստված իջավ աշխարհ, մարդացավ, հղիացավ այն արքանդում, որտեղ ես ու դու ենք գացել։ Մենք բոլորս մեղքի պորտալարով ենք ծնվել, բայց նա մեղքի պորտալար չուներ։ Ընդեղից կտրեց մեղքի պորտալարը։ Կտրեց։ Նոր սերունդ ացնում, որ այդ մեղքի պորտալարը կտրել է խաչով, հին մարդին խաչելա Հիսուս Քրիստոսը փառք իրան։ Փառք տվեք։ Այսօր շատերը հին մարդի ստրուկներ են։ Հին մարդին խաչելա, որ ծնվավ Ադամ Եվայի մեջ։ Զայսկիցին, որ քո հին մարդն հետ խաչվեցավ, որ մեղքի չծրես։ Նրա սերը, նա դժոխքի կրակի լճի մահը ճաշակեց, որ մեղքի պատիժը դա է, հայրը թողելով իրան, խաչի վրա, նա ճաշակեց կրակի լճի մահը, ինձ բացել է դա Աստված, ես որ հասկացա, կրակի լճի մահը ճաշակել ինձ սիրելով, նրա սերը չվերջացավ, ամբողջ աշխարհի մեղքը նրա վրա էր, բայց նա կրակի լճի մահը ճաշակեց, որ ես ու դու այդ մահը ճաշակենք, որ կա պարավորենք նրան, նա սեր է, փառք Տիրոջ, նա կենդանի սերը, շուտով գալու այդ սերը, շուտով իջները երկնքից, ով որ այդ սիրո մեջ ապրում նրա հետ կետա, ով որ չի ապրում չի գնա։ Նրա սերը ուրիշ է։ Ինչ հոգևոր գիտություն իմանաս, գիտության գերազանցն է նրա սիրո գիտությունը ճանաչել։ Նրա սերը ճանաչենք, ինչքան ճանաչենք հավատքը կաճի։ Մի հատ հարց տամ ձեզ։ Հոբը չէր տեսել Աստծուն։ Հոգևոր աչքերով թե այնպես չէր տեսել Հոբը Աստծուն։ Բայց զարմանում եմ այս մարդի հավատքի վրա։ Զարմանում եմ։ Բայց տակավին այս մխիթարություն կտունամ։ Անվողոն ցավի մեջ պիտի ուրախանամ։ Զարմանում ես։ Անվողոն ցավի մեջ ուրախություն ա տենում։ Կյանք ա տենում։ Աստծու սիրո մեջ կյանք ա տենում, ասում է, որ նրանց սպանի են, ես իրան եմ ուսալու։ 13:15 խոսքում ա գրած։ Էս ինչ հավատք ես մարդի մեջ։ Ականջի լրելով լսել մասի մասին։
Ես ինչ կյանքատերում Իսուսի մեջ, ամբողան ծավի մեջ ուրախանում է, 10 երեխայի դիարները տրած, որ տնած, ամբողջը կորցրած ամեն հարություն, բայց նրա ուրախությունը Աստծո սիրո մեջ է, ասենք Փարթիրոջը։ Դրա համար Պողոս առաքյալը կանչեց հովիների Եփեսոսի եւ նրանց չասեց գնացեք սենց արեք նենց ասեց ձեզ հանձնում եմ Աստծու եւ նրա խոսքին, որտեղ նրա խոսքները սեր կյանք, ինքները սեր կյանք, պետք է հանձնվես քեզ սիրողին, քո կյանքը կկառավարինա, հին ուխտի ոչ մի մարդ հայր մեր չի մացել, Փարթիրոջը մենք Հիսուսի զավակներն ենք, հարմեր ենք ասում, Հիսուս, որ հարություն առավ, ինչ ասեց Մարիամին, Մարիամը, որ սպասում էր, էլ աշակերտները եկան գերեզման տեսան, դատարկ գնացին, բայց Մարիամը սպասեց Աստծուն, Հիսուսը խոսեց, ասեց, գնայմ աշակերտներին ասա, գնում եմ իմ հորքով, ձեր հորքով, իմ Աստծոքով, ձեր Աստծոքով, դու հեր ունեք երկնքում, ձեր հերը սերը, փարթվեք Տիրոջ, փարթվեք Տիրոջ, փառք, կանգնենք աղոթքի։